Դուք կարծում եք, որ սահմանազատմամբ հնարավոր կլինի ջերմուկի օկուպացված տարածքներն ազատագրել։ Կարծում եմ, որ այո։ Ջերմուկի 32-ամյա նախկին քաղաքապետ Վահագն Արսենյանն է, որը այսօր նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Նորանշանակ մարզպետը ազգային ժողովի նախկին падգամավոր գործարար Աշոտ Արսենյանի որդին է։ Հայրը մինչև 2018-ի իշխանափոխությունը հանրապետական էր։ Ձեր հայրը հանրապետականի հետ էր, հա, ճանապարհ։ Սա ինչպես է ստացվում այս քաղաքական տարբեր ուղղությունները, հաշվի առնելով։ Ես երբեք կուսակցական ոչ մի չեմ եղել եւ ունեմ ես քաղաքական հայացքները։ Որը տարբերվում է ձեր քաղաքական հայացքներից։ Դուք կարծում եք, որ իհարկե կիսում եմ։ Նորանշանակ մարզպետի հայրը 15 տարի падգամավոր լինելուց առաջ եղել է Ջերմուկի քաղաքապետը, դրանից առաջ էլ հանքային ջրերի գործարանի տնօրենը։ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ն լքել է հեղափոխությունից հետո Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ թեժացած կրքերի ֆոնին։ Նա հայտարարել էր, որ ՀՀԿ-ական լինելը իրեն խանգարում է Ամուլսարի հարցը քննարկել համայնքի բնակիչների հետ։ Բազմիցս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին ճանապարհների փակման ձևաչափով Հայաստանի Հանրապետությունում սաբոտաժ չստեղծել։ Ես միանում եմ վարչապետի կոչին։ Գնդեվազ գյուղում է ծնվել Կրտսեր Արսենյանը։ Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում։ 2013-ին ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 2015-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, ինովացիոն կառավարում մասնագիտությամբ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է երիտասարդ տարիքից։ Առաջին պաշտոնը Ջերմուկ գրուպում է զբաղեցրել որպես հանքային եւ աղբյուրի ջրերի արտադրության պետ։ 2 տարի անց փոխել աթոռը, զբաղեցնելով Էկոֆարմի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 3 տարի անց վերադարձել Ջերմուկ գրուպ արդեն որպես գործադիր տնօրեն։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Վահագն Արսենյանը նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրվել համայնքի ղեկավար։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես ստանձնել է Ջերմուկի համայնքապետի լիազորությունները։ Նախի մարզպետ հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Վահագն Արսենյանն այս պաշտոնում փոխարինել է Կոլյա Միքայելյանին։ Վերջինս օրեր առաջ էր արձագանքել հարցին, արդյոք պատրաստ է թողնել աթոռը։ Ես ամենի չի պատրաստ եմ, ես անցյալ ունեմ, տարբեր մարմիններում ծառայել եմ, ես ամենին էլ պատրաստ եմ։ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը հայտարարագրել է 888 միլիոն դրամ եկամուտ բնակարաններ ընկերություններում եւ Երևանում եւ բաժնետոմսեր 4 ընկերություններում։ Արսենյանը 24 անշարժ գույքի սեփականատեր է, ներառյալ 2 բնակարան, 9 հողամաս եւ 3 ավտոկայանատեղի։ Նրա հայտարարագրում նշված են նաեւ թանկարժեք մեքենաներ, ժամացույցներ եւ 1.5 միլիոն դոլար կանխիկ գումար։ 2024 թվականին նա վաճառել է Rolls-Royce եւ Toyota Magnishi մեքենաներ, իսկ բաժնետոմսեր ստացել հորից Աշոտ Արսենյանից։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։